Մենք միասին մի հետաքրքիր բան ունենք անելու, մենք հավերժություն պետք է կիսենք իրար հետ։ Իսկ այդ հավերժությունը մենք սկսում ենք այստեղ այսօր։ Եվ միակ Տեր Հիսուս Քրիստոս ունենք, որը փրկիչ է, եւ միակ Հայր Աստված ունենք եւ Սուրբ Ոգի ունենք, որ մենք բոլորս լավանում ենք ու մեկ ընտանիք ենք։ Ամեն։ Հրաշալի է մեր Աստվածը, թանկագիններս, ես ուզում եմ մի ավետարանի մասին ձեր հետ կիսվեմ։ Գիտեք, երբ որ առաջին անգամ կարդացի Աստվածաշունչը ու երբ որ վերջացնում է հայտնության գրքում, մի հատ այտենց տեղ կարդացի, որ ասում է, եթե Աստծո գործերը գրված լինեին ամենքը, որ Աստված արել է ու անում է, երկրի վրա թուղթ ու թանաքը չէր հերիքի։ Ու գիտեք, պատանի է այդ ժամանակ, ու ես մտածում եմ, Տեր Աստված, այդ ինչ պետք է լիներ, այդ ինչ պետք է արած լինեիր ու ոնց պետք է անեիր, որ թուղթ ու թանաքը չհերիքեր։ Ու գիտեք, երբ որ անցան տարիներ, այդ ժամանակից մոտավորապես 30 տարի անցել, ես այսօր մի բան հասկացա։ Աստվածաշնչում կա մի գիրք, որ ինքը չի ավարտվել։ Մեր Հովվարդսենը գործառաքելոցի մասին ասաց։ Գործառաքելոց գիրքը ինքը չի վերջացել։ Ինքը չի կանգնել, ինքը շարունակվում է մինչև այսօր ու շարունակվելու է մինչև մեր Տեր Հիսուսի գալը։ Ու գիտեք, այդ ավետարանը, որ մենք ընդունեցինք մեր կյանքի մեջ, այդ ավետարանը ուղղակի մեզ չփրկեց ու երկինք տարավ։ Մենք շարունակեցինք երկրի վրա քայլել, ապրել, բազմանալ Տիրոջ պատվիրանների մեջ եւ այլն, ու գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ այդ ավետարանի կյանքը մեզ ուրիշ ճանապարհներով տարավ։ Ուրիշ ճանապարհներով, որտեղ օրհնություններ կային։ Ավետարանի կյանքը շատ գնահատված կյանք է, շատ թանկ, զորավոր զորություն ունեցող կյանք է։ Թանկագինս մեզ ու եթերով նայում։ Գիտես, մի բան եմ ուզում ասեմ, եթե դու հնարավորություն ունես Աստծո տուն գալու, եկեղեցի գալու, ու դու տանը նստած ուղիղ եթերով ես նայում, այսի շատ ներողություն եմ խնդրում, հաշմանդամությունը։ Սա շատ ամոթ բան է քրիստոնյայի համար, որովհետև եթե այդպես լիներ, Աստված կասեր, գիտեք, 21-րդ դարում ես մի լավ բան եմ մտածելու, որ իմ տունը գալ պետք չի։ Դու կարող ես հարմարավետ, քո բազմոցին նստած, հանդիպես երկնքի հետ։ Դրա համար Տերը մտածեց իր տունը, որտեղ կգա իր ժողովուրդը, կգա իր ժողովուրդը իրան ինչ անելու, պատվելու, զոհելու, անցայելու, երկրպագելու, պաշտելու, ու էսի է խոսում ավետարանը թանկագիններս, ու շնորհակալ եմ ես դրա համար։ Գիտեք, Ֆրանսիայում մի հատ հետաքրքիր պահ կա, որ մեքենաների համար ամենքը ունեն իրանց կայանատեղին, ու որտեղ պետք է հաշվանդամները կանգնեն այդտեղ նկարած նշան, ու երբ որ մարդը առողջ է ու կանգնում է հաշվանդամի տեղը, սա շատ ամոթ բան է։ Մարդկության մեջ մտածա, եթե դու ունես ոտքեր, ունես կարողություն, ու դու ուղղակի քեզ հարմար չի, սա գիտեք, ես ուրիշ ձև կասեմ, սա թելադրանք է սատանայի կողմից, որ ինքն է թելադրում, թե դու ոնց պաշտես քո Տեր Աստծուն։ Գիտես, երբ որ Մովսեսն եկավ փարավոնին ասեց, ինձ Հովվարդսենն ասեց, որ դուք շատ իմ բանիմաց մարդիկ եք։ Ամեն։ Շատ ուրախ եմ, անկեղծ, Տերը օրհնի։ Դրա համար ես պահեք պիտի ասեմ Աստվածաշնչից մի փոքր ճանապարհորդություն կանենք միասին, հին ուխտով, նոր ուխտով, բայց պիտի միասին լինենք, լավ։ Ամեն։ Հարևանի տասը չքնես կմրսես։ Թանկագիններս, երբ որ Մովսեսը եկավ փարավոնին ասեց, Աստված ուզում է, որ իր ժողովուրդը դուրս գանապար, 3 օրվա ճանապարհ գնա, ու այնտեղ երկրպագություն անի ինձ, որովհետև ես եմ իր Տեր Աստվածը, գիտեք, փարավոնը սկսեց առաջարկություններ անել։ Գնացեք այսինչ վայրը, գնացեք այնինչ վայրը, այստեղ, այնտեղ։ Երբ որ դու որոշում ես կայացնում քո կյանքի մեջ, որ դու քո Տեր Աստծուն պաշտամունք անես, քո Տեր Աստծուն հետևես, նրան ճանաչես, նրան նվիրվես, գիտես, սատանան միշտ առաջարկություններ ունի քեզ անելու։ Ու
Ցավոք սրտի, հաճախակի մեզ հարմար է այդ առաջարկությունները ընդունել։ Որովհետև գիտես թե, որովհետև համառություն չունենք։ Որովհետև մեր որոշումը կայուն չի, տատանողական է։ Բայց երբ որ քո որոշումը կայուն է ու համար, գիտես ես կեմ այստեղ այսօր, որովհետև ձեր հովիվը շատ համար անձնավորություն է։ Ես ուրախ եմ այդպիսի համար մարդու կողքին լինել, նրա հետ ընկերություն անել, նրա հետ կիսել, Տիրոջ արքայություն ու քաղցրությունները այս երկրի վրա, որ Տերը մտածել է ու տալիս է մեզ։ Ու դրա համար եթե ես ու դու Տիրոջ առաջ ու նրա ճանապարհների մեջ չունենք համառություն, գիտես կարող ենք տատանվել։ Հնարավոր չի սառույցի վրայով քայլես ու երբ մի պահ չսարքես։ Ամեն բան հնարավոր է մեր կյանքի մեջ այդ երկրի վրա, որ Տերը բարձրացնում է իր արևը ամբարիշների ու արդարների վրա։ Հասկանում եք, բայց եթե ես ունեմ որոշում իմ ներքին կյանքի մեջ ու ես ունեմ ձգտում ծանոթանալու ամենակարող Աստծո հետ, երբևիցե նա ինձ չի թողա ու ինձ չի լքի։ Ու գիտեք, երբ որ Աստված ասում է դու արի ինձ երկրպագելու ու դարձի իմ ժողովուրդը, դարձի իմը ու ես դառնամ քոնը, ինքը ուղղակի դրա համար չի անում, որ քեզ հանի անապատ ու կորես այնտեղ։ Նպատակ ունի քո հետ։ Նպատակ ունի քո հետ այն նպատակը, որ քո հայրերի հետ է ունեցել։ Այն նպատակը, որ քո պապերի հետ է ունեցել։ Գիտես, ես ու դու այն ազգից ենք, որ 6 միլիոն այրան գին ենք վճարել, որովհետև մենք Հիսուս Քրիստոս ունենք մեր կյանքի մեջ։ Ու այդ այրունը, որ վճարել ենք մենք նրա համար, որովհետև Հիսուս ենք դավանում, այսօր եթե ես ու դու անարգում ենք, մենք չենք հարգում մեր անցյալը։ Ես երախտապարտ եմ մեր հայրերի, շնորհակալ եմ, որ այսօր սիրով առանց ինչ-որ խորհրդության ես ընդունում եմ այն ամեն ինչ որ գալիս է Քրիստոսից։ Ինձ համար հարազատ այն ամեն ինչը գալիս է Քրիստոսից։ Ու տեսեք թանկագիններս, երբեմն մեր կյանքի մեջ պահեր ա լինում, ընդունել ենք Աստծուն, հետևում ենք նրան, ժամանակ, տարիներ, ու մենք էլ հոբ հայտնվում ես ծովի ափին։ Անելանելի վիճակ։ Նայում ես հետև փարավոնի զորքն է հասնում արդեն։ Բայց գիտես, ով որ քեզ կանչել է ու բերել հասցրել է ծովի ափի, ինքը հնարավորություն ունի ճիշտ ժամանակին կայծակներ իջացնել։ Ու այն մահը, որ քեզ հետապնդում է, նրա դեմը կտրի։ Ամեն։ Ու խնդիր չկա, գիտես, խնդիր չկա, նայեք, պետք է ծով կբացի, պետք է հով անի, ամպիսյունը կա, պետք է գիշերը լույս, խնդիր չունի, կրակի սյուն, միս ես ուզում, հարց չկա, ամեն օր թարմաց ես ուզում, խնդիր չունի, պետք է առուծների բերանը կփակի, կարկուտ է պետք, կարկուտ կլինի, անձև է պետք, երբ որ ինք ուզի այդ ժամանակ կլինի։ Ու գիտես ինչն ամենահետաքրքիրը թանկագինս, որ մենք ապրելով Աստծո հետ ու հետևելով նրան, մենք ոնց ենք հետևում մեր Տեր Աստծուն։ Երկար տարիները, ես 4 տարեկան էի, երբ որ իմ ծնողներս ապաշխարեցին հոգեգարստական եկեղեցում, Փառք Հիսուսին այդ շարժման համար, հավատարիմ այդ եկեղեցու համար, մենք նոր գնացքի գծերով անցանք, ես հիշեցի մայրիկս մի փոքր վկայություն, սա ավետարանն է, այն ավետարանը, որ ես ապրել եմ։ Բարի լուրը Աստվածաշնչի, որ իմ կյանքով անցել եմ։ Ես հիշում եմ քույրս, ինձանից փոքր քույրս, այդ ժամանակ 8 ամսական էր, մայրս գրկին ձմեռ էր, ու ես մի 4.5 տարեկան երեխա էի։ 80 թվի։ 80 թվականին գնում ենք պաշտամունք, Արարատ ենք գալի, սեփական տուն էր։ Ես նստում էի հատակին երեխաների, քույրիկների հետ, հատակին էի նստում։
գիտեք ինչն է հետաքրքիր, այդ գնացքի փայտերը այնքան հեռու են իրարից, ես թռնելով էի գնում։ Ու մի քանի ես չեմ կարող, ասեմ երեխա էի, մի ժամ էին գնում 40 րոպե չգիտեմ, բայց դժվար է, ու ձյունն էլ առատ ձյուն էր։ Բարդ, բայց հետո գիտեք, հետո կամաց սկսեց ոտներս հասնել։ Էսի ես հիշում, ուրեմն երկար ժամանակ ա եղել, մի տարի, 2 տարի, երկար ժամանակ, ոտներս արդեն ես չէի թռչկոտում, որ քարերի վրա չկանգնեմ, հայտերի վրա գնամ։ Իմ ոտքը, ուրեմն ես մեծացել էի դրանից։ Ու հետո կարդում էի Աստվածաշունչ։ Նելի քույրիկը այսօր հիշացրեց, որ մի անգամ էլ մանկական Աստվածաշունչը բացել եմ, իրենց համար եմ կարդացել, որը առիթ ա եղել, որ ինքը հանդիպում ունենա Աստծո հետ։ Հասկանում եք, մենք չգիտենք Աստված ինչ որտեղ ոնց անում։ Ինչ էր ուզում ասել, երկար տարիների 40-45 տարիների ընթացքում ես մեկ օր ծանոթացել եմ Աստծո հետ, ու հետո ճանաչել, ու այսօր էլ ճանաչում եմ, ու նա նորով է բացում, ու դրա համար ես չեմ կորցնում հետաքրքրությունը։ Հասկանում ես, երբ որ դու սկսում ես տեղում դոփել, երբ որ ինչ-որ բան ունես քո կյանքի մեջ եւ այն գործի չես դրել, սա ձանձրալի է։ Բայց երբ որ դու լսում ես հավատքի խոսքը, ու գիտեք, որ Վարշանը մի անգամ լավ բան ասեց, ունեցակապը, ասում է, երբ որ միամիտ հանդիպում ես սատանային, պետք է չփախնես պախկվես, պետք է լարես։ Ամեն։ Ու գիտես, հենց չլարեցի, հաճախ հանդիպելու։ Հենց ջոգես քեզ վախցնում է։ Դրա համար ու այդ ժամանակը որ անցնում է, դու տարիները կյանք անցնում ես, պահ գալի որ մտածում ես Աստված բա ինչ եմ ես ստեղ, բա ինչ է ստեղ իմացա, բա ինչ է այսպես եղավ, բա ինչ այնպես եղավ։ Գիտես, երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ քրիստոնյա ենք դառնում, դա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու մեր կյանքում։ Դժվարություններ լինելու են, բայց ես ու դու մի հատ առավելություն ունենք, կարողանալու ենք այդ դժվարությունները անցնել։ Այս է մեր առավելությունը։ Այ եթե մենք այդ դժվարությունները մեզ հաղթահարեցին, մեզ թաղեցին, այդ ժամանակ անիմաստ է մեր հավատալը։ Բայց մեր հավատքը մեզ օգնում է, որ մենք կանգնենք այդ դժվարությունների վրա։ Մեր հավատքը, գիտեք, մի անգամ Դավիթ թագավորը ասած նստած, երևի ինչ-որ դժվարությունների մեջ էր, ու շատ տրտմած էր, լինում է, չէ, որ ինքդ քեզանից ոնց էլ մեռացած ես։ Էս խիասնեց, այն խիանեց։ Ու ասում է, ահի մանց ինչու ես տրտում։ Հույսը դիր, քո Տեր Աստծո։ Գիտես, դու քեզ տար այնտեղ որտեղ պետք է։ Ու ուրիշտեղ ասում է, հրաշալի է ու զորություն կա որտեղ քո տան մեջ։ Սիրելիս, այսօր ես ու դու ունենք շնորհ, ունենք առավելություն, ինչ անելու, Տիրոջ խորանը մտնելու։ Ես ու դու ունենք հնարավորություն Տիրոջը ընծայելու։ Գիտես, եթե դու ամենակարող Աստծուն չես ընծայում, եթե նրա խորանը չես գալի, ապա կուրքեր են առաջ գալիս։ Ուզենք թե չուզենք, մարդը այնպես է ստեղծված, որ ինքը պիտի պաշտամունք անի։ Դրա համար այսօր, հալելույա, շնորհակալ եմ ես Տիրոջը, իմ Տեր Աստծուն, որ ես ունեմ ճշմարտություն իմ կյանքի մեջ։ Ու դες, ես չեմ կարող ասեմ, որ այդ տարիների ընթացքում դժվարություններ չի եղել։ Մի բան եմ ուզում վկայեմ։ Իմ ծնողներս ապաշխարեցին 80 թվականին, հայրս ինչ-ինչ պատճառներով, իհարկե հանդիպեց մարդկային ֆակտորի ու թողեց հավատքի կյանքը, բայց մայրս համառորեն նայելով Տեր Հիսուսին միայն, որտեղ փրկիչը Հիսուսն է։ Ոչ հիմա Հիսուսը։ Ամեն։ Մինչև վերջ, մինչև այսօր նա լարում է սատանային։ Ամեն։ Այսօր իմ ընտանիքը բոլորը փրկված են, նրա թոռները, ծառնիկը, երեխաները բոլորը փրկված են ու Աստծո տան մեջ են, դա ուղղակի այնպես չեղավ, դրա համար գին տվեց, իմ մայրս գին տվեց, ու գիտեք հայրս, երբ որ թուլացել էր, սիրում էր ալկոհոլ օգտագործել, մայրիկիս արգելում էր եկեղեցի գնալ, հիշում եմ ես այդ ժամանակները,
Բայց նա երբեք չանձնվեց, գիտեք, երբեք չանձնվեց պայքարելու իր սերունդների համար, երբեք չանձնվեց պայքարելու իր ընտանիքի համար։ Արդեն 53 տարի է հայրս իր ծառայությունից սովետական բանակում ծառայելուց հետո հիվանդություն է բերել ու մոտավորապես 53 տարի ինքը տանջվում է, ինչ-որ հիվանդություններ, անդադ վիրահատություններ եւ այլն, բայց ապրում է փառք Հիսուսին։ Այսօր ինքը եկեղեցում է, ծառայում է արդեն քանի տարի, արդեն մոտավորապես 7 տարի կլինի, նվիրված Աստծուն, թողել է խամիչքը, ծխել է ամենը, նվիրվել է Աստծուն։ Հասկանում եք, սրա համար գին տվեցին։ Ու գիտեք ինչն է հետաքրքիրը։ Մի անգամ մեր տանը հորներ հյուր էին եկել, ասես մի քիչ հումոր անում էլի։ Իր մարմնի վրա շատ հետքեր կա, շարամներ կա, վիրահատություններ, սովետական չէ, նա փոքր բան, որած ուրեմն գամ տենամ տղերքը ծիծաղում են սենյակում, ես էլ ուկյան պատրաստություն ենք տեսնում կնոջս հետ, ինքը ուժեղ ծիծաղում են, ասում են ինչ է եղել։ Գամ տենամ հայրս բարձրացել է իր վերնաշապիկը, մի քիչ շարվան դետարեքին էլի, իջացրել, ասում է տեսեք, ինձ ասում է կոկորդիլոսը բռնեց, ծամեց, տեսավ համով չեմ ասում, թողեց գնաց։ Այսինքն հումորով մարդը, ինչ եմ ուզում ասեմ տանկերներս, Տերը հավատարիմ է, Տերը պատասխանում է, մայրը մի դադար է աղոթել ձեր սերունդների համար, մի դադար է աղոթել ձեր ամուսների համար, Տերը հավատարիմ է, Տերը իր փրկությունը չի թաքցնելու, հասցնելու է, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Ու գիտես մի բան եմ ուզում ասեմ քեզ թանկագինս, նայեք, բացում ենք թագավորած առաջի գլուխ, առաջի գիրք, նայեք, ինչից է սկսում։ Սամուել մարգարեի ծնունդով։ Շատ հետաքրքիր բան, ասում եմ Աստված ջան, կարծես թե պիտի արդեն սկսի պատմություն թագավորները ոնց ծնվեցին ով ումի, բայց Աստված կարևորում է իր խոսքը։ Սամուելն ով է, Տիրոջ բերանը, որտեղ երկրի իշխանության վրա, թագավորների կյանքում, իրան պաշտողների կյանքում, թանկագինս, այսօր ու ինչ էր, հետո ինչ եղավ, հիշում եք երրորդ գլուխ արդեն, Հեսաբելի ոգին, ինչ արեց, առաջինը մարգարեներին սպանեց, ինչ Աստծո խոսքը կտրեց Աստվածապաշտների կյանքից, այսօր սատանան նույն հոգով, նույն ոգով, Հեսաբելի ոգով, այսօր աշխատում է 21-րդ դարում, թանկագինս, սատանան քեզի մի անգամից չի վերցնելու հավատքը քեզանից, առաջինը սպանելու է Աստծո խոսքը քո կյանքի մեջ, իսկ Աստծո խոսքը որտեղից է քո կյանքի մեջ, նրա տնից, նրա տան մեջ է զորությունը, նրա տնից, ինքը առաջին ուզենալու է քեզ իր խոսքից կտրել, ու գիտես որտեղ չկա խոսքը Տիրոջ, որը կենդանի է, որը գալիս է մեր կյանքի մեջ ու դառնում է կյանքի խոսք, հասկանում ես, որը դու գործի ես դնում, տվյալ պահին, որտեղ որ պետք է, որը հավատք է կոչվում, հասկանում ես, ինքը առաջին հետ ուզում կտրի, ու գիտես, ինքը մտածել է շատ ձևեր, կրապաշտություն, շատ կուրքեր է մտածել, 21-րդ դարում կասել արձաններ չկան, մի հատ գարնի տաճար է մնացել, չէ թանկագինս, ավելի վատ կուրքեր կան 21-րդ դարում, ավելի խաբուսիկ ցանկություններ, որ ավետարանն է խոսում, որ այսօր կարող են ինձանից ու քեզանից վերցնել ամենաթանկ բանը, որ Տիրոջ խոսքն է մեր կյանքի մեջ։ Սա շատ կարևոր է թանկագինս։ Սա շատ կարևոր է, որ ես ու դու հասկանալով նշանակություն տանք դրան։ Ով կարա քեզ խորհուրդ տա, որ այսօր այդքան էլ հարմար չի ծառայության գնալ։ Ով է քո խորհուրդը։ Ով է քո խորհուրդը, չէ՞ որ Աստված ասում է, դուք անմիտներ չեք։ Դուք ունեք միտք եւ կարող եք մտածել։ Ու գիտես, ամենահետաքրքիր բանը, որ ես քեզ կասեմ այսօր, սա այն վայրն է, դու այնտեղ ես, որ երբևիցե երկրի վրա ավելի գնահատված չես լինի։ Այս վայրի մեջ քո գինը վճարված է ամենակարող Աստծու որդու անարատան։
եկեղեցու իր տան մեջ ինքը որ մտածեց ու դրեց երկրի վրա, ավելի ապահով աշտարակ չկա, քան որ նրա տունը։ Ամեն։ Հալելույա։ Միասին ենք թանկագիններս։ Հալելույա։ Տերը օրհնի քեզ։ Թանկագինս, մենք ապրում ենք այս աշխարհի մեջ։ Այս աշխարհը ամեն բանը մեզանից մենակ ուզում է վերցնի։ Մեզանից մենակ ուզում է վերցնի մեր կյանքը, մեր պաշտամունքը։ Ու դրա փոխարեն խոստանում է հաջողություններ։ Ու գիտեք, այդ հաջողությունները մեզ մոլորության են տանում։ Բայց թանկագինս միայն Աստվածը, որ քո կյանքը վերցնելով, քեզ ավելին է տալի։ Միայն Աստվածը, ես մի բան հասկացա, երբ որ երեխաներս մեծացան, ես շատ նվիրված եմ իմ ընտանիքին, մինչև այսօր է, Փառք Հիսուսին այդ հասկացողության մտածելակերպի արժեքների համար, որ ես ունեմ իմ կյանքի մեջ, դա Տիրոջ շնորհն է։ Ու գիտեք, երբ որ երեխաները մեծանում են ու անցման են անցնում, մինչև այդ 13, 14, 15 տարեկան են, մտածում ես, որ դու իրանց իդեալական, իրանք կոնն են իմաստը երեխաները տեն և այլ, բայց այդ որ տենում ես այդքան էլ իրանք չեն գնահատում քեզ ու քո արածը, ու այդ անցման շրջանում մի քիչ թշնամի ես դառնում, չէ՞, նորմալ է։ Լսի ասում եմ Աստված ջան, դե մարդու կյանքում ով ամենաթանկը իր երեխան, չէ՞, մենք հայրս նվիրված ընտանիքին, երեխեքին, մենք էլ տենում ես, որ երեխեքի պետք է չես։ Էս ինչ է, կոծակում ես, չէ՞։ Ու գիտեք այդ ժամանակ ինչ հասկացա, էսի ինձ թվում է Տերը շատ ժամանակ մեզի թողում է ինչ-որ բաներ ետ հանդիպենք, որ ավելի մտենք մանանք իր հետ։ Ու գիտեք ես տեսա, որ կյանքի մեջ, երկրի վրա, երբ որ դու ապրում ես, ոչ մեկի կողմից դու գնահատված չես, բացի Աստծո կողմից։ Կարող են գնահատել քեզ հայր ես, ընկեր ես եւ այլն, պատիվ անեն, Փառք Հիսուսին, բայց գիտեք որ Աստծո կողմից ես դու գնահատված։ Ու քո ոչ մի արած ինքը չի մոռանում, չի անտեսում, ինքը նույնիսկ մեկ բաժակ սառը ջուրն է նկատում, առավել ևս, չէ՞։ Ես խոսում եմ այն ավետարանից, որ մենք կարդացել ենք բոլորս։ Փառք Հիսուսին, ես մտածում եմ չեմ ձանձրացնի ձեզ թանկագիններս։ Գիտես, այնքան լավ է, որ մեր ավետարանը մի հատ է։ Շատ լավ է, որ կրկնություններ էլ կա։ Դու կարող ես, ինչի մասին ես խոսում եմ, դու արդեն 100 անգամ լսել ես, էսի լավ է։ Գիտես մի, որովհետև ասում է, ինչի մեջ կաք, հարաբերեք դրա մեջ։ Եթե ուրիշ բաների մասին խոսամ, ուրեմն կարող է ցած մի քիչ շերվենք։ Այսօր հեշտ է շատ, անկեղծ, շատ հեշտ է շերվել։ Ու գիտես թշնամու ցանկությունը երազանքը հենց այդ է։ Մի քիչ աճ, մի քիչ ցավ, մենք էլ ասում ես բաբորը։ Դրա համար ինչի մեջ կանք նրա մեջ հարաբերենք, որպեսզի այն ինչը որ մենք ունենք, կարողանանք փոխանցենք սերունդներին։ Գիտեք իմ երեխաների մոտ ինչի համար է իմ հեղինակությունը բարձր, որովհետև ես հաստատուն եմ եղել եւ իմ որոշումների մեջ եւ իմ գործերը համապատասխանել են իմ ասածներին, իմ որոշումներին։ Փառք Հիսուսին դրա համար ես կարողացել եմ այն ինչ որ ես ունեմ փոխանցել իմ սերունդին, իմ երեխաներին եւ նույնը իմ ծնողներս են եղել իմ համար։ Ես կարողացել եմ իմ ծնողներից վերցնեմ այդ հավատքը։ Ու շատ կարևոր է թանկագիններս, տեսեք մեր Աստվածը ինքը երբ որ ներկայացավ Մովսեսին, ասաց գնա ժողովրդին ասա ես եմ որ եմ, չէ՞, Հակոբի, չէ, Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Այսինքն սերունդների Աստված։ Ու ինչ ասում, այնինչը որ ես խոստել, ոչ թե նրա համար, որ դուք մեծագույն ժողովուրդն եք, դուք փոքրագույն եք խնդիր չկա, բայց ես որ ձեզ սիրեցի ու ձեր հայրերի հետ ուխ տարեցի, այդ դրա համար ես ունեմ նպատակ ու ծրագիր ձեր։ Թանկագիններս, քանի որ Տերը մեզ սիրեց ու մեր հայրերին խոստացավ, որ այս ազգը կփրկվի, այդ դրա համար Տերը ուզում է մեր հետ գործ ունենալ։
Մեր երեխաների հետ շարունակի այդ գործը։ Տերը չի ուզում այն ինչ որ սկսել է մեր հայրերի հետ, այն արյունը որ թափել են մեր նախնիները, Տերը չի ուզում որ դա մոռացվի, Տերը չի ուզում որ դա անտեսվի, Տերը ուզում է որ այդ փրկությունը որ այսօր հասել է ինձ ու քեզ, փառք նրան դրա համար, նաև մենք կարողանանք փոխանցենք մեր սերունդներին։ Սա շատ կարևոր է թանկագինս։ Այսինքն նա իր ծրագրերը, նա իր նպատակները երբևիցե չի փոխում թանկագինս, հաստատում է։ Եթե ինքը բժշկությունը վերեց մեկի կյանքում, ավետարանը կարդում ես, այդ բժշկությունը իրավունքը դու ունես այսօր, այս կյանքում։ Եթե նա երեք անցյալում բարի էր, ինքը այսօր ներկայում բարի է։ Ու վաղը բարիություն է մտածում հենց քո մասին։ Ամեն, հալելույա։ Դրա համար թանկագիններս, մենք առիթ չունենք վախենալու, մենք առիթ չունենք կասկածելու, մենք առիթ չունենք թուլանալու։ Որովհետև մեր հնարավորությունները մենք չենք։ Այն մեր Տեր Աստվածը, որ հավատարմությունը նրա սերունդից սերունդ։ Ամեն։ Ամեն։ Սաղմոս 105։ Թանկագիններս, հիմա ուզում եմ երկրորդ օրինացի 7-րդ գլխից մի հրաշալի տեղ կարդամ քո համար։ 6-րդ խոսքից կարդանք։ Երկրորդ օրինաց 7 6-րդ խոսքից։ Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես, քո Տեր Աստծու համար, քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների մեջից քեզ ընտրեց։ Քեզ ընտրեց։ Հասկանում ես, քո փրկությունը, որ դու այսօր Աստծո զավակ ես, դա ուղղակի ինչ-որ պատահականություն չի, թանկագինս։ Պատահականություն չի, անկեղծ եմ ասում, երկար տարիների կյանքը ապրելով այսօր ես տեսա Տերը ամեն բանից տեղյակ է ու ամեն բանը ծրագիրը իր ներկայության ներքո է, ամեն։ Ու դրա համար ինքը հենց քո հետ ծրագիր ունի ու դու ուզում ես որ լինես ժողովրդի միջից քեզ ընտրեց, որ դու լինես նրա սեփական ժողովուրդը, որ դու պատկանես իրան, Տերը քեզ սիրեց, քեզ ընտրեց, ոչ թե նրա համար, որ դու ամենալավն էիր, որովհետև ինքը խոստմունք ուներ քո համար, ազգերից բազմամարդ էի, քանի որ դու բոլոր ազգերից սակավաթիվ էի, այլ Տերը ձեզ սիրելու համար եւ հայրերին արած երդումը պահելու համար Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Հասկանում եք, սիրելիներս, եթե մենք Աստծո արքայության մեջ չենք, այն մյուս արքայությունը ստրկություն է։ Չեզոք գոտի չկա երկրի վրա։ Կամ մենք Աստծո արքայության մեջ ենք, կամ ստրկության մեջ ենք։ Ու Տերը մեզ փարավոնի սատանայի ճիրաներից ազատել է ու փրկել է ու դրա համար նրան ենք պատկանում եւ նա մերն է։ Ամեն։ Ու իմացիր 9-րդ խոսքը, ուրեմն որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների եւ իրեն պատվիրանը պահողների մինչեւ 1000-րդ սերունդը ուղղ եւ ողորմություններ պահում։ Իրան սիրողների, իր պատվիրանները պահողների։ Հիշում եք, մի անգամ Հիսուսն ասեց. Ինձ սիրողները ինչ են անում, պահում են պատվիրանները։ Ամեն։ Փառք Հիսուսի, թանկագիններս, տեսեք, ուղղակի մենք ծանոթանալով Աստծո հետ, առնչվելով Աստծո հետ, երբ որ մենք հարաբերություններ ունենք, այնպես չի, որ Աստված դառնում է մեր կախարդական փայտիկը։ Տեր ջան ստեղ արա, Տեր ջան ընդեղ արա, Տեր ջան էսի, Տեր ջան ստեղ բժշկի, ստեղ հասի եւ այլն։ Աստված ուզում է, որ մենք իր ժողովուրդը լինենք։ Այսինքն բաներ կա, որ մենք պիտի անենք, որ նա դենա, որ մենք իր ժողովուրդն ենք։ Հասկանում ես։ Ուղղակի այնպես չէ, ով ես Հիսուսին կյանքի Տեր ու Փրկիչ եմ դավանել, իմ ծնողներս, ես քրիստոնյա եմ։ Իմ խաչը ամենամեծն է ու ամենասրբվածը եւ այլն, ես քրիստոնյա եմ։ Իմ տան կրիշի վրա խաչ կա, ես քրիստոնյա եմ։ Ես խաչակնքվում եմ, ես քրիստոնյա եմ, չէ թանկագինս, ասում է ինձ սիրողները պահում են իմ պատվիրանները, ինձ սիրողները այսինքն մի ձև են ապրում, որ ես նրանց ճանաչեմ, պատվիրանները դի են, ամեն, մենք միասին ենք, չէ, Փառք Հիսուսին, թանկագինս, ասում ենք մենք Աստծուն սիրում ենք, Աստված էլ ասում է, որ մեզ է սիրում, ամեն, Եվ Աստված իր ասելը ինչպես արտահայտեց։ Գործերի միջոցով, ամեն։ Բա մենք ոնց ենք արտահայտում մեր սերը։ Մենք էլ պիտի մեր
գործերի միջոցով, չէ՞։ Ուղղակի մենք չենք կարող ասենք, սիրում եմ ասում, մերն եմ ասում, զորությանը, չէ՞, մերն եմ ասում զորությանը, շատ հաճախակի լսում եմ։ Փառք Հիսուսին այս բաների համար, բայց գիտես, Աստված արդեն մերել է, որտեղ որ պետք է, մեռնելու կարիք չկա, հիմա պետք է որ ապրենք, հիմա ուզում եմ, որ ես ու դու ապրենք։ Ու գիտես մի բան եմ ուզում ասեմ, շատ հաճախակի մարդը աղոթք անում։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ աղոթք են անում, չհասկանալով իրանք Աստծուն են աղոթում, թե հակառակ կողմի, սատանային։ Գիտես, կյանքի Տերը, կյանքի աղբյուրը ով է։ Մեր Տեր Աստվածը, Քրիստոսը, ամեն, դուք ճիշտ եք։ Եվ այն կյանքը, որ դու ունես, որում դու ապրում ես, դա Աստված է քեզ տվել։ Ամեն։ Մահվան Տերը սատանան է։ Գիտեք, միած այդ բան կա կյանքի մեջ։ Երբ որ մարդը մահանում է, չգիտես թե նեղանում են Աստծուց։ Բայց Աստված կյանքի Աստված է։ Ինքը մահվան Աստված չի։ Մահը Աստծուց չի, սատանայից է։ Չեմ տեսել, որ մեկ ասի, այս սատանա, ինչ է ես։ Երիտասարդը մահացավ կամ եւ այլն։ Բայց հիմա տեսեք, ուրիշ բան եմ ուզում ասել, թանկագին ես։ Երբ որ մենք մեր կյանքի համար գոհանում ենք, ուրախանում ենք ու շնորհակալություն ենք ասում, սա աղոթք Աստծուն։ Բայց երբ որ մենք տնջում ենք մեր կյանքի համար, այս ինչ վատ է, այս ինչ դժվար է, այս ինչ ծանր է, այս աղոթք է սատանային։ Տրտունջը աղոթք է սատանային։ Քո շուրթերը թող բացվեն գոհության խոսքին, գոհության բառերով։ Քո շուրթերը թող բացվեն օրհնության բառերով։ Թանկագինս Հայաստանը փոխվել է շատ է փոխվել ու ավելի փոխվելու է։ Գիտես խի, որովհետև ես ու դու կանք Հայաստանում։ Որովհետև անեծքը հասնում է մեր բերանին ու ինքը մեռնում է։ Ամեն։ Որովհետև իմ ու քո բերանը օրհնության աղբյուրներ են այս երկրի համար։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար մեր երկիրը կփոխվի։ Գիտեք թանկագիններս, ես ու դու ուրիշ աշխարհի մարդիկ ենք, ինչի համար, որովհետև մեր արժեքները երկրի արժեքներ չեն։ Իմ ու քո արժեքները երկնային արժեքներ են։ Ու տեսեք, երկնային արժեքները ու երկրային արժեքները հավասար չեն, շատ տարբեր են։ Երկրային արժեքներով ոչնչից մարդու հասնում է արքայության, թագավորության, ոչինչ չէ։ Ինչ-որ մի բանվոր մարդ է, հիմա ինչ-որ մի մեծ գործարանի տեր է։ Այսի երկնային արժեքներ են, բայց երկնային արժեքները թագավորների թագավորը թողեց իր գահը, որ ինձ ու քեզ ձեռք բերի։ Այս արժեքներով պետք է մենք մտածենք։ Դրա համար Կողոսացիների մեջ է ասում, եթե դու երրորդ գլուխը, եթե դու երկնային ես, դու Քրիստոսի հետ հարություն ես առել, ապա մի համեմատվի այդ երկրի վրա, որովհետև թանկագին ես, դու գիտեք երկրի ու երկնքի մեջ ինչքան տարբերություն կա։ Մեկ օրը 1000 տարի է։ Դու պատկերացնում եք այդ տարբերությունը։ Ու գիտեք, որ երկնաշարժ չկա, բայց երկրաշարժ կա։ Այսինքն, որ Տեր Աստծուն, որ հավատում ես ու դավանում ես նրա կարողություններին, երբեք չեն փոփոխում ու չեն կանդվում ու երբեք այնտեղ կոնստիտուցիա չի փոխվում, սահմանադրություն չի փոխվում։ Նա հաստատում է 3 այսօր հարցը։ Ամեն։ Հալելույա։ Թանկագինս, դրա համար այն ինչ որ տեղի անում երկրի վրա, իմ ու քո կյանքում, այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Այդ ամեն ինչը կայուն չի, բայց այն ամեն ինչը, որ ես ու դու կապում ենք երկնքի հետ ու երկնքի արժեքների հետ, սա հաստատում է ուղղության։ Ամեն։ Հալելույա։ Թանկագիններս մի դեպք եմ ուզում հիշեմ, մեր կյանքի մեջ շատ ժամանակներ է եղել, Ռուսաստանում ենք ապրում, 97 թվականին մեկնեցինք Ռուսաստան, 91 թվականից եկել եմ կյանքի խոսք եկեղեցի, միամիտ այդպես համալիր գնացի, ծառայությանը մասնակցեցի, տերեկապա վերապրեցի Սուրբ Օգու ներկայություն ու որոշում կայացրեցի, որ այդ եկեղեցում լինեմ, ու հետո 97 թվականին գնացինք Ռուսաստան այնտեղ ապրելու ծնողներիս հետ,
արդեն ամուսնացած էի, երեխա ունեի, ու այնտեղ տեղի եկեղեցում ծառայել ենք, հայկական ծառայություն ենք բարձրացել, ու գիտեք շատ ժամանակներ դեր հայրս որ վատառող չէր, շատ հաճախ հիվանդանոցներում ենք լինում, ու մի հատ դեպք եմ ուզում հիշեմ, հայրիկիս ինքը պարաշուտիստ է եղել, երբ որ թռել է գիշերը պարաշուտով, մի ոտքը փոսի մեջ անկել, մեկը դուրսն է մնացել, ու մեծ բարդություններ էր առաջացել, ուրեմն այդ ընթացքում իր ոտքերը այսպես խաշվել էին, ինքը այլևս չէր կարող քայլել, այս վիճակում էր իրան, այդպես խնձորատներ բան, հիմա մի հիվանդանոց են գտել, որ այդ մարդը բնու բժիշկը իհարկե ասեց, որ կբուժի իրան, կփոխի ոսկորները եւ այլն։ Ամեն բան, էսի մի քիչ շատ արագ պատմեցի, բայց ինձ տիրոջ ձեռքը շատ կար էս ամեն ինչի մեջ, դե աստվածաշունչները չէ շատ համառոտ թող լինի լույս եւ լույս եղավ, դե քանի ժամանակ անցավ այդ լույս լինելու պահին, հետի աստված գիտի։ Հիմա տեսեք թանկագիններս, ուղարկել ենք հայրիկիս Կրասնոդար, մենք Վլադիկավկազ քաղաքում ենք ապրում, Կրասնոդար ենք ուղարկել, որ պետք է վիրահատեն իր ոտքի ոսկորները փոխեն, երկաթից դնեն։ Ու մեկ էլ մայրիկը զանգում է, ասում է, Արսեն պապային հետազոտել են, պատրաստում են վիրահատության ու իր մեջքի վրա մեծ ուռուցք են հայտնաբերել ու իրան մոտավորապես 6 ամսվա կյանք են տալիս ու դա ուրբաթ երեկո է կեսօրից հետո ասում է երբ շաբթի օրը մեզ դուրս են գրում ու վերադառնում ենք տուն գիտեք մենք ընտանիքով աղոթքներ ենք անում, ծոմ ենք պահում ու մեկ էլ այդպես պատասխան գիտեք գնացի մտա ննջարանը ընկա ընկողնու վրա ու բարեր չունեմ ասելու մենք ով ենք որ Աստծուն ինչ-որ բան ասենք խաղի տերինք ու գիտեք ծնկել եմ իրան ու ոչ իրան չեմ ասում Տեր ջան մենք ես չենք սպասում մենք էսի չենք սպասում քո կամքն ամեն բանի վրա բայց մենք ուրիշ բան ենք սպասում բայց քո կամքը թող լինի շատ բարեր չեմ ասել այսքան բան ու աղոթք եմ իհարկե մայրս այնտեղ է աղոթում քույրերս նորից միաբանվել ենք միասին ընտանիքով երեխաներով աղոթք ենք անում Տիրոջը երբ շաբթի օրը բժիշկը գալիս է որ իրան պիտի դուրս գերի ասում է թղթերը ձեռք արդեն ասում է եկեք մի հատ էլ նկարենք նոր գնացեք թանկագինս գնում են նկարում են ասում է ոչ մի բան չկա մախ ես հավատում եմ ինքը իր հավատացողին չի թողնում հիմա մի հատ ուրիշ դեպք պատմեմ Բորդոյում Ֆրանսիայում ծառայություն եկեղեցի ու այնպես է ստացվել որ Փառք Հիսուսին իմ ընտանիքի բոլոր անդամները Տիրոջ տան մեջ Տիրոջը ծառայում են շատ երկար ժամանակ վայր ենք ընտրում Բորդոյում որ ճամբար անցկացնենք եկեղեցիով գնանք ճամբար անցկացնենք ու Տերը տվեց այդ հրաշքը ճաշկեցինք գտանք մի տեղ որտեղ կարանք ճամբար անցկացնենք պատրաստվել ենք այդ ճամբարին թե աղոթքներով թե տեխնիկական հարցերով ոչմ պիտի գնանք ճամբար մեկ էլ հայրս վատանում վիրահատություն ուներ հերթական ավիների հետ կապված որս վիրահատեցին իրա մոտ է գիշերը առավոտյան ինձ ասցին գնատուն դու այստեղ պետք չես մի 2 ժամ հետո զանգում են ասում են ինքը ռեանիմացիայում կենտրոնացման բաժանմունքում գնացել եմ մոտը ու մենք պետք է 2 օրից գնանք ճամբար ասում Աստված ջան ոնց անեմ ինչ անեմ ինչի համար է խոսում եմ Աստծո հետ նստացան հայրս քնած այդ ապարատները միացրած ու գիտեք ճամբարը եկեղեցին ծառայությունը ես ով եմ պատասխանատու մենք կազմակերպել ենք բոլորովս եւ այլն ու հիմա տեսեք մարդկային հասկացողությամբ ես պիտի լինեի հիվանդանոցում հորս կողքին
Ես չէ, մայրս պիտի լինի, մայրս չէ, քույրերս եւ այլն եւ այլն, հա։ Բայց թանկագինս այնքան դժվար է Աստծո հետ քայլել։ Աստծո հետ հեշտ չի քայլել, անկեղծ եմ ասում։ Աստծուն հեշտ չի հավատալին լինել։ Հեշտ չի Աստծուն հավատալ, հեշտ չի։ Գիտես ոնց, երբ որ քայլ ես անում, երբ որ որոշում ես անում քայլես, ամեն բան չի կարելի։ Դրա համար ասում ուժովները կվերցնեն, երկինքը ուժեղները կվերցնեն։ Ու գիտեք, ես խոսացի քույրերիս հետ, խոսացի մայրիկիս հետ, ու մենք որոշում արեցինք, որ ճամբարը չենք փոխում, ճամբարը գնում ենք անցկացնում ենք, հայրիկիս մենակ թողեցինք Տիրոջ ձեռքերի մեջ, շատ դժվար էր, անկեղծ եմ ասում, շատ դժվար էր, բայց մենք Աստծուն ապացուցեցինք, որ Իսահակը Իրանն է։ Ամեն։ Ցույց տվեցինք, որ Իսահակը Իրան։ Գիտեք, մենք ասում ենք, սիրում ենք Իրան, վստահում ենք, բայց այդպես պահեր կա, որ դու պիտի քայլ անես, որ ինքդ տենա քո սերը, քո վստահությունը։ Էդի ուղղակի բառը չի։ Դա քայլեր է, որ դու պիտի անես քո Տեր Աստծուն։ Ամեն։ Երբ որ վերադարձանք, բժիշկները չէին ասում, երբ կարդում ենք։ Երբ որ մենք վերադարձանք ճամբարից 3 օր հետո ինքը ապրեց։ Ու կազդուրվեց։ Ու կազդուրվեց, հասկանում եք, ու դու այսօր ինքը ծառայում է եկեղեցու։ Հալելույա։ Հանգայինս դու ինքդ պիտի ցույց տաս քո անձնական հավատքը քո Տեր Աստծուն։ Ամեն։ Գիտեք, ինքան դեպքեր կարան պատմեմ, բայց որովհետև պիտի վերջացնեմ, արդեն ժամանակը մոտենում է։ Մի հատ հետաքրքիր պահ ծառայությունը գնում է։ Որտեղում, այսինքն կարության խաղաղության մեջ ծառայությունը գնում է, քարոզում եմ, սովորացնում եմ։ Հայրս նստած է այս կողմը, իր դիմաց ինչ որ մեկը նստած է, ես այդպես լավ չեմ տերում։ Մեկ էլ հետևից թարգմանիչ ունենք, մի եղբայր ունենք, ինքը թարգմանում ռուսերեն։ Մեկ էլ ինքը գլխով անում, ինչ որ բան անում հասկացնի, ես չեմ տերում, որ տեսա հայրս ընկավ, նոր հասկացա, որ իր հետ կապված է։ Ծառայության ժամանակ ուշը գնաց, ճշում ընկավ, ուշը գնաց։ Աստված ջան, ծառայության ժամանակ ինչ անեմ, մոտեցա ու սկսեցի աղոթել։ Ոչ մի բան չեմ կարող անեմ, չգիտեմ ինչ անեմ, լեզուներով աղոթում եմ։ Այս մամաս է, անենց էր աղոթում ինձանից բարձր է, ես միկրոֆոնը ձերս է աղոթում։ Ողջույն, հետ բերեցինք։ Որ լսեք, ես մարդ եմ, մարմնից օարինից։ Տղերքը խառնվել են իրար եկեղեցու, գնում են գալիս են։ Ասում եմ հանգիստ եք, նստեք ամենքը ձեր տեղը ու ես շարունակել եմ ծառայել։ Լսեք, եսի Աստծո շնորհքը չի։ Եսի Աստծուն հավատալ չի։ Եսի Աստծուն վստահել չի։ Տերն է մեր Տերը։ Տերն է։ Հասկանում եք, կարա մարդը առողջ ապրի 70 քանի տարի։ 72 տարեկանը բժիշկների հետ կյանքի հետ կռիվ է տալիս, ու ապրում է ուրախ, երջանիկ, ու Աստծուն հավատալ։ Գիտեք, հավատարիմ է Տերը։ Եվ հայրերի հետ, եւ սերունդների հետ։ Դրա համար թանկագինս մի բան էլ ասեմ ու սրա վրա ապարտենք երևի հարցը եղբայր։ Նայեք, մենք բոլորս ուզում ենք մեր սերունդների ապահովություն։ Չէ՞։ Ապահովություն։ Մեկը տուն է ուզում տա, մեկը մեքենա, մեկը լավ դիպլոմ։ Բայց գիտես ամենամեծ գանձը, որ դու կարաս քո երեխային, քո սերունդին փոխանցես, դա քո Տեր Աստված։ Ամեն, ամեն։ Հոգևոր ապահովություն եւ այն դժվարությունները, որ կլինեն թանկագիններս, քո սերունդների կյանքում ինքը կկարանա անցնի, որովհետեւ Տերն Աստծո է եւ Տիրոջ խոսքն է
երկրի վրա կատարվողը։ Ամեն, Փառք Հիսուսին։ Թող փառավորվի նա, մեծարվի նրա սուրբ անունը։ Ամեն։ Արսեն եղբայր մի բան եմ մոռացել ասեմ, այս Շատ կարաս ասես, ինչքան ուզում ես։ Թանկագինս, մի անգամ Դավիթ թագավորը շատ հետաքրքիր ինձ կպել է, շատ հայտնություն ունեմ, բայց շատ կարևոր է։ Գիտեք, այսօր երկրի վրա անկեղծության դեֆիցիտ է։ Անկեղծությունը պակասում է երկրի վրա։ Բայց միաբանության աղբյուրը անկեղծությունն է։ Մենք պիտի անկեղծ լինենք եւ Աստծո հետ, եւ իրար հետ։ Մեկ անգամ Դավիթ թագավորը շատ մեծ սխալ արեց Աստծո առաջ։ Շատ մեծ սխալ արեց։ Ինքը իրան դատապարտեց մահվան, իր սխալի համար։ Բայց գիտեք, երբ որ հենց ինքը իմացավ, որ ինքն է մեղավոր, իրանից է, ինքն է սխալ, ինքը չկանգնեց Աստծո առաջ ու ասել. Բայց չէ, որ ես թագավոր եմ, իրավունք ունեմ, չկանգնեց ասես, բայց չէ, որ ես քո ծառան եմ, բայց չէ, որ սենց եմ, ինքը միանգամից զղջաց, սա անկեղծություն Աստծո առաջ։ Թանկագիններս, մենք Ադամին ճանաչում ենք, իր մեղքը խնձոր ուտելը չէր, իր մեղքը, որ չանկեղծացավ Աստծո առաջ։ Մեծ արժեք է, ու գիտեք Սողոմոնը Դավիթի տղան, ինքը որ իր հորը ներկայացնում է, ասում է հավատարիմ, անկեղծ ու արդար էր Աստծո հետ։ Աստծուն մենք չենք կարող հավատարիմ լինենք, եթե անկեղծություն չունենք։ Մենք չենք կարող արդարանանք, եթե մենք հավատարիմ չենք նրա խոսքին։ Ամեն։ Տերը զորավոր է։ Ուժեղ լինես, կունենաս խաղաղություն։ Ուժեղ լինես, կունենաս ուրախություն։ Ուժեղ լինես, կունենաս երջանկություն։ Ուժեղ լինես, կունենաս արդարություն։ Իսկ ամենաուժեղը որ լինես, կունենաս սրբություն։ Այս ամենը սա սրբության զգացմունք է։ Գիտես, մարդու կյանքի մեջ ամենամեծ հաճույքը որ կա, դա սրբության զգացմունքն է։ Վայելի սրբությունը քո կյանքի մեջ։